Ողջույն ձեզ սիրելի ռադիոլսողներ, եթերում ռադիո բրիֆինգ հաղորդաշարի հերթական թողարկումն է, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Այս հաղորդաշարը նվիրված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այդ քաղաքականության մեջ եղած խնդիրներին, հնարավոր լուծումներին։ Մենք փորձում ենք վերլուծել մասնագետների, փորձագետների, տարբեր հյուրերի միջոցով, եւ այսօր տաղավարում մենք հյուրընկալել ենք Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների տեխնացու Անժելա Էլիբեգովային։ Բարև ձեզ, Անժելա։ Անժելա, մենք ամփոփում ենք տարին, այս շաբաթվա ընթացքում ես փորձում եմ տարբեր տեսանկյուններից նայել այս տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Հայաստանի իհարկե հարթության վրա, հասկանալ ինչ ձեռքբերումներ եղան, ինչ բացթողումներ եղան, որտեղ ենք մենք, ուր հասանք եւ ուր ենք գնալու 2013-ին, եւ այսօր մենք կփորձենք ամփոփել տարին ձեզ հետ միասին արտաքին քաղաքականության մասով, հատկապես Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկի առումով, որն է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եւ մեր այսպես կոչված, եթե կարելի է դա կոչել, հարաբերություններ կամ հարաբերությունների բացակայություն Ադրբեջանի հետ։ Ամեն դեպքում այն շփումները, որ մենք ունենք, եթե դա կոչենք հարաբերություններ, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով։ Անժելա, եկեք սկսենք սկզբից 2012 Եվ այնուհետև կմասնավորեցնենք երևի յուրաքանչյուր դեպք, որքան հնարավոր կլինի։ Ես ուղղակի ռադիոլսողներին հիշեցնեմ, որ մենք ունենք հեռախոսազանգի հնարավորություն 368204, որով նրանք կարող են կապվել մեզ հետ, հարցեր ուղղել ձեզ, ինձ մեզ երկուսիս եւ ստանալ սպառիչ կամ ուղղակի մեկնաբանական, այսպես պատասխաններ։ Անժելա, լսում ենք ձեզ։ 2012 թվականը բավականին բուռն էր եւ հետաքրքիր, տեղեկատվական դաշտի տեսանկյունից, եթե նայենք եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Իհարկե կան ինչ-որ ինֆորմացիոն դրվագներ, որոնք ամեն տարի կրկնվում են, դա Բաքվի ջարդերի, Խոջալույի, Սումգայիթի, մեր ցեղասպանության եւ մնացած առիթներն են, որոնք տարեց տարի նույն ինչ-որ հունով շարժվում են առաջ։ Կարելի ասել, որ 2012 թվականին Ադրբեջանը շատ մեծ գումարներ ներդրեց Խոջալույի դեպքերի քարոզչական ինչ-որ աշխատանքների մեջ։ Ճիշտ ասած, սպասում էինք, որ ավելի էֆեկտիվ կօգտագործեն այդ ահռելի մեծ գումարները, բայց փորձեցին գնալ հայկական կողմի ճանապարհով, հետքերով, հայկական սփյուռքի աշխատանքը կրկնօրինակել եւ իրենց մոտ այդքան էլ հաջող չստացվեց, որովհետեւ Խոջալույի այսպես կոչված ցեղասպանության ընդունման հարցում նրանք մեծ սպասումներ ունեին աշխարհի տարբեր պետություններից իրենց նավթադոլարների հաշվին փորձելով առաջ տանել թեման, բայց չստացվեց։ Սկզբից ասացին, որ 4 երկիր է ընդունվել, հետո ասացին, որ 3 երկիր է ընդունել եւ տարվա վերջում ամփոփելուց խոսեցին միայն Մեքսիկայի եւ Պակիստանի մասին, քանի որ Պակիստանը Հայաստանը ընդհանրապես որպես երկիր չի ճանաչում, դա ընդհանրապես, այսինքն համարել որպես ինչ որ Ադրբեջանի ձեռքբերում չարժի, միայն մի քիչ մեզ համար վտանգավոր էր դա Մեքսիկան, որտեղ այսօրվա դրությամբ Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կապված Մեխիկոյում մեծ աղմուկ բարձրացավ, ակցիաներ սկսվեցին, պահանջում էին հենց Մեխիկոյի քաղաքացիները, որ հեռացնեն այդ դիկտատորի արձանը իրենց քաղաքից։ Իրականում այնտեղ ինչքանով գիտեմ դեռ կոմիսիան քննում է, այսինքն կազմվել է ինչ-որ 3 հոգանոց արվեստագետների կոմիսիա, որոնք իրենց քաղաքապետարանի հետ ինչ-որ դիսկուսիայի մեջ են գտնվում։ Նույնիսկ եթե արձանը չհանվի, ինչպես օրինակ Կանադայում հանեցին։ Կանադայում հանեցին, բայց եթե նույնիսկ Մեխիկոյում արձան չհանվի, այդքան հանել չհանելու փաստը չի, ինչքան դրա շուրջ դիսկուսիաների եւ լուրջ քննադատության աղմուկներ, մեզ համար հետաքրքիր։ Անժելա, ընդհանրապես PR-ի մեջ դուք դա մասնագետ եք եւ նորություն չի լինի, եթե ես ասեմ, որ անգամ վատ PR-ը PR է, անգամ եթե վատաբանում են ինչ-որ մեկին, ապա միևնույն է դա PR է այս կամ այն կողմի համար։ Ադրբեջանը ես կարծում եմ, որ միշտ չի որ ակնկալում է, որ պարտադիր պետք է դրական արդյունքներ ունենա, բայց կարևոր է իրենց համար, որ անընդհատ խոսվի այդ թեմայի մասին։ Նույնիսկ եթե կհանեն այդ արձանը, թե չեն հանի այդ արձանը, դա հարցի երկրորդ կողմն է, բայց խնդիրն այն է, որ անընդհատ շրջանառվում է Ադրբեջան անունը,
ես օրինակ վերջերս ոչ թե զարմանքով ուղղակի տեսա, որ քանի որ ես սիրում եմ ֆուտբոլ նայել իսպանական ամենահայտնի 20 միլիոն դոլարով ուղղակի մարդիկ թեև մի անգամ ասեցին, որ մեկ անգամվա համար են վճարել։ Իրականում հերքեց Ատլետիկոն, ասաց, որ դա ուղղակի նվեր էր։ Վերջերս։ Բայց իրանք դնում են, անընդհատ տեսնում ենք մենք բոլոր հայտնի խաղացողների այդպես կրծքին գրված է Ադրբեջան, որը PR-ի ձև է։ Եվ Ադրբեջանը կարծում եմ, որ շատ լավ գիտակցելով, որ իր դերակատարությունը բարձրացնելու խնդիր ունի, նաև ինքը միշտ փորձում է դառնալ տարածաշրջանային լիդեր եւ Թուրքիայի եւ Իրանի հետ համեմատ, այսօր ունի նավթային լուրջ եկամուտներ եւ փորձում է այդ եկամուտները, ինչքան էլ մենք ասենք, որ իրենք կոռումպացված են, այդ գումարները գնում է Ալիևի կլանի ձեռքը եւ այլն, բայց այսօր նույն Ալիևները շատ լավ հասկանում են, որ ժամանակակից աշխարհում հին մեթոդներով աշխատել հնարավոր չէ, չի բացառում, որ իրենք ունեն շատ լավ խորհրդականներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ մեկ այլ արևմտյան երկրից, Իսրայելից շատ լավ խորհրդականներ ունեն։ Շատ լավ ավելի կոնկրետ նշեցիք, որոնք իրենց շատ լավ ուղղորդում են, թե ինչպես պետք է անել։ Եվ դրանցից մեկն էլ օրինակ նաև Եվրատեսիլներ։ Իհարկե դա շատ աղմուկ բարձրացավ, բայց կարծեք թե իրենց նպատակներ նաև հենց այդ աղմուկը միգուցե չի բացառվում, որ իրենց կարևոր է որպեսզի խոսեն Ադրբեջանի մասին, հա, ինչ է կարծում։ Գիտեք ոնց, իրականում ձեզ ասեմ, ինչ վերաբերում է Եվրատեսիլին, չէին սպասում, որ այդպիսի նեգատիվ ռեակցիա կգնա եվրոպական մամուլում, որովհետև իրենք հատնտիր լրագրողներ էին բերել Բաքու, ցույց տալու համար միայն լավը, եւ Ադրբեջանի նախագահ աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավարը Ալի Գասանովը երեք դրա մասին խոսեց, որ ադրբեջանցի ակտիվիստներ տանում էին տուրիստներին, ցույց էին տալիս ոչ թե գեղեցիկ կենտրոնը Բաքվի, այլ ծայրամասերը, որոնք աղքատության մեջ եւ սոված ինչ որ մարդիկ եւ դա Ադրբեջանի իմիջը փչացրեց։ Իրականում, ասեմ ձեզ, խնդիրը այդքան դա չէր, ինչքան եվրոպական մամուլը ծանոթացավ Ադրբեջանի ներսից եւ երբ որ Ռամիլ Սաֆարովի էպիզոդը եկավ, շատ մեծ քանակությամբ քրիտիկական նյութեր Ադրբեջանի մասին հենց այդ բեքգրաունդով գնացին Եվրատեսիլի, ինչը մեզ համար շատ կարեւոր էր։ Ինչ վերաբերում է նավթադոլարներին, ասեմ, որ միջազգային հանրության մեջ իմիջը դա մի բան է, միջազգային կառույցներում ուրիշ։ Եթե խոսենք խավեր դիպլոմասիի մասին, հա, մեծ աղմուկ, հա, որ Ադրբեջանը պասեյում գնում էր ուղղակի գնում էր այնտեղ падգամավորներին խավերով, այսօրվա դրությամբ կարող ենք խոսել այն մասին, որ վերջերս ադրբեջանական մամուլում հայտնվեց ինֆորմացիա, որ օրինակ բրիտանական падգամավորները coffee break-ի ժամանակ ուղղակի հրաժարվել են ադրբեջանական դելեգացիայի հետ սրճել։ Նույնիսկ մտածելով իրենց ռեպուտացիոն խնդիրների մասին, որ հանկարծ չմտածեն, որ նման մի բան կա։ Երկրորդ օրինակ, նույն monitoring կոմիտետի պատրաստված վերջին զեկույցը, որը ուղղակի դուրս շպրտեցին, որովհետև համանախագահները, որոնք մասնակցում էին կազմելու process-ին, նույնպես խառնված էին խավեր դիպլոմասիայի այդ աղմուկի մեջ եւ իրենց պատրաստած զեկույցը ուղղակի գնաց արկղը եւ պատրաստվեց նոր ալտերնատիվ զեկույց, որը բավականին կոշտ էր եւ նույնիսկ ադրբեջանցի ոչ Ալիևյան կլանին պատկանող, հա, ինչ որ մասնագետներ եւ էքսպերտներ շոկ ապրեցին, որ այդքան ճիշտ, այդքան ռեալ զեկույց պատրաստվեց Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների մասին եւ այլն։ Այսինքն խաղի կանոնները փոխվում են։ Իրականում եւ Ալիևի BP-ի հետ վերջին այս խնդիրները, հա, Ստատուելի հետ էլ նաեւ իրենք խնդիրներ։ Հա, ցույց տվեց, որ Ալիևը ինչքան էլ որ լավ ինչ որ խորհրդատուներ ունի, բայց չափից ավել մեծ կարծիք ունի Ադրբեջանի դերի մասին միջազգային, այսինքն նավթային խաղի մեջ, որովհետեւ այդտեղ դաժե մի տոկոսի նավթ չունի Ադրբեջանը։ Մենք հիմա վերցնենք հեռախոսազանգ, Անժելա, եթե դեմ չեք, եւ որից հետո մենք անդրադառնանք ձեր բարձրացած խնդիրներին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, ներկայացեք, խնդրեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռազմիկ Աբրահամյան Հենրիկ, Երևան քաղաքից։ Այո, այո։ Ես հարց ունեմ ուղղելու։ Խնդրեմ։ Ես շատ ուրախ եմ, որ բազմապիսի տիրապետում է տեղեկատվությանը Տեկին Անժելան կամ Անժելան, որովհետև ես ցանկանում եմ որպես
հանրապետության քաղաքացի ու գտնում եմ, որ Ղարաբաղյան խնդիրի ոչ ճիշտ լուծումը, ոչ ճիշտ տարբերակները շատ ահավոր վնաս են հասցնում մեր ժողովրդի հատկապես սոցիալական խավերին, հատկապես սոցիալական վիճակին։ Կոնկրետացնեմ հարցս։ Այո, խնդրեմ։ Արդյոք մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ է վարվում ղեկավարում է Ղարաբաղի խնդիրը լուծելու համար եւ արդեն անցել է 22 տարի, որ չի լուծվում զինադադարից սկսած 94 թվականի մայիսի 12-ից, այդ քաղաքականությունը ես ցանկանում եմ իմանալ ամենակարևորագույն ճշտությունը յուրաքանչյուր մարդ ինքը գիտի իրեն գլխի քորեկած տեղը, այսինքն մեր արտաքին քաղաքականությունը Ղարաբաղի խնդրով որ վարվում է, ես ցանկանում եմ քաղաքագետուհուց ճիշտ իմանալ, արդյոք ճիշտ է վարվում եւ վերջի տարբերակի հարցը այդքան տարբերակների մեջ, արդյոք ժամանակը չի, արդյոք ամբողջ աշխարհին արդյոք ճիշտ չի որ հասցնել, որ Ղարաբաղը այն պարլամենտի որոշումը 85 թվականի դեկտեմբեր 2-ը, որ Հայաստանը, Ղարաբաղը, Արցախը Հայաստանի անկապտելի մասն է։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ այդպես բոցաշունչ ձեր հարցերի եւ մեկնաբանության համար։ Անժելա, խնդրեմ, արդյոք Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի ճանաչման կամ ընդհանրապես այդ գործընթացի մեջ։ Եթե եւս մեկ տարի չսկսվեց պատերազմ, ուրեմն երևի թե մենք ինչ-որ բան ճիշտ ու լավ ենք անում։ Իսկ եթե ավելի մանրամասն խոսենք Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի շուրջ, ապա երևի թե անդրադառնանք Դուբլինին, հա, գլխավոր ամփոփիչ հանդիպումը համանախագահ երկրների Դուբլինում եղավ մոտ մի ամիս առաջ եւ այնտեղ շատ հստակ կերպով եւս մեկ անգամ ֆիքսվեցին երկու մեզ համար շատ կարևոր բաներ, դա առաջինը որ կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումը, դա հա ստանդարտ է, ավելի կարևոր բան կար, որ միլիտարիստական հայտարարություններից եւ գործողություններից։ Այսինքն ոչ միայն հռետորաբանությունները այստեղ արդեն դեր խաղում, ինչքան գործողությունները եւ հասկանալի էր ինչ մասն է խոսքը, հա, դա Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցն էր, որը համանախագահ երկրները Ադրբեջանի առաջ կանգնեցրեցին իրենց հայտարարությունում։ Երկրորդ շատ կարևոր պահը դա սնայպերների հարցներ եւ շփման գծում տեղի ունեցող տարատեսակ ինցիդենտների շուրջ մոնիտորինգ անցկացնելու հնարավորությունը, որին խոչընդոտում է հենց ադրբեջանական կողմը։ Այսինքն, եթե մենք նայենք տարվա ընթացքում բոլոր հայտարարությունները, հայկական կողմը միշտ բոլոր մակարդակներով արտահայտել է այդ թեզը, որ մենք կողմ ենք եւ դիպուկահարներին հետ քաշելուն, կողմ ենք եւ ինցիդենտների, հա, հարցիկը քննմանը, բայց ադրբեջանական կողմը եւ Մամեդյարովի, հա, արտգործնախարարի կողմից եւ Ալիևի եւ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների խոսքերով արտահայտում է օֆիցիալ դիրքորոշում։ Այդ հարցը կարելի է դրա մասին խոսել եւ քննարկել միայն այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս կբերվեն Ղարաբաղից։ Այսինքն Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է ինչ որ երկու կողմերի պոզիցիաների ավելի մոտեցնելուն հստակ ինչ որ քայլերին։ Անժելա, ինձ համար հասկանալի է իրենց դիրքորոշումը։ Իրենք միանշանակ չեն ուզում գնալ որևէ քայլերի, որտեղ իրենց համար դա կլինի իրենց պարտության վերջնական ամրագրումը փաստաթղթի տեսքով։ Մի բան, որ իրենք փորձում են խուսափել հնարավորինս երկար եւ երկար դեռ ձգելու են բնականաբար։ Իրենք չեն ուզենալու փաստաթղթով ամրագրել այն, ինչ որ այսօր կա, այսինքն ստատուս կվոն, որ մենք ունենք Ղարաբաղի առումով, ստատուս կվոյի ամրագրումը իրենց համար կլինի արդեն ֆիքսված իրականություն։ Հիմա դեռ իրենք ունեն գոնե ամեն դեպքում իրենց հանրությանը հնարավորություն տալու այսպես վիճակ, որ դեռևս ընթացքի մեջ է եւ չի բացառում, որ Ղարաբաղը կվերադարձվի։ Իրենց կողմից միանշանակ է, որ իրենք Ղարաբաղը ուզում են վերադարձնել։ Թեև իրենք հասկանում են, որ իրենք կորցել են միգուցե նաեւ անդառնալի ձևով, որովհետեւ կոնյունկտուրան փոխվել է եւ այլևս գրեթե հնարավոր չի, բայց վերջնական տարբերակը կարող է լինել պատերազմի վերսկսումը։
Ասեմ, այսօր հենց ադրբեջանցի падգամավորներից մեկը Ֆազիլ Մուստաֆայևը ասաց, որ միջոցառման ժամանակ Ղարաբաղյան հարցին նվիրված Բաքվում արտահայտեց այդպիսի միտք, որ ադրբեջանական բանակը ուղղակի վիճակի չի այսօր հաղթական պատերազմ տանել Ղարաբաղում։ Այսինքն նրանք գիտակցում են, ինչքան էլ որ ռազմատենչ հայտարարություններ անի Ալիևը, ինչքան էլ ներքին աուդիտորիայի այդ ագրեսիան պահելու եւ մակարդակը չիջացնելու համար տարատեսակ հայտարարություններ են անում, ռեալ իհարկե Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ այսօրվա դրությամբ իրենք չունեն այդպիսի ռեսուրս պատերազմ վերսկսելու եւ հաղթելու այդ պատերազմում։ Ուրիշ հարց է, որ Ալիևը հոկտեմբերին գնում է նախագահական ընտրության։ Երրորդ անգամ իրավունքը դրա ունի թե չունի դա այդքան էլ պարզ չի, որովհետև սահմանադրությունը փոխել են այն բանից հետո, երբ ինքը արդեն հին սահմանադրության վրա է երթում տվել։ Այսինքն սահմանադրության փոփոխությունները միգուցե ավելի ճիշտ լեգիտիմ լինելու համար պետք է վերաբերվեն նախագահին, որը կլինի Ալիևից հետո։ Եվ ինքը ունի հիմա լուրջ լեգիտիմության խնդիր եւ Ղարաբաղյան հարցը ինքնըստինքյան այս տարի կանցնի երկրորդ պլան, որովհետև այսպես ասած նիդա է տվա։ Ես իհարկե երբեք կողմնակի չեմ այն մտքին, որ ընդհանրենք նույն Ալիևը իր իշխանությունը պահելու համար կարող է հրահրել պատերազմ, հենց լեգիտիմացնելու իր մնալը, ընդհանրենք պատերազմը եւ այդ ժամանակ պետք չի իշխանափոխություն եւ այլն, բայց միանշանակ է այն, որ ըստ էության Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումն էլ այդքան պարզ չի։ Ինչ է ուզում Հայաստանը, արդյոք սպասում է միջազգային ճանաչման, արդյոք ինքը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, պիտի միացնի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, ինչ պետք է անի Հայաստանը, որն է լուծումը։ Ենթադրենք Ադրբեջանը պատերազմ չի սկսում, ենթադրենք այնտեղ ընտրությունները տեղի են ունենում, դառնում է Ալիևը կամ Ալիևի կինն է դառնում կամ որևէ մեկը։ Ինչ է փոխվում դրանից։ Լեռնային Ղարաբաղը որպես այդպիսին մնում է չճանաչված եւ Եվրամիության կողմից անտեսված միավոր, ինչպես Աբխազիան, Հարավային Օսետիան եւ այլն, եւ բազմիցս մենք լսում ենք ինձ համար նաեւ ինչ որտեղ վիրավորական է, երբ որ եվրոպական պաշտոնյաներ կամ ամերիկացի պաշտոնյաներ հնչեցնում են այն միտքը, որ դրանք չճանաչված տարածքներ են եւ մենք իրավունք չունենք մտնելու այդտեղ, անկախ նայած այնտեղ կա մարդիկ, թե չկան մարդիկ, իրավունք չկա եւ ուղղակի մենք չենք ճանաչում այդ եւ գործընթացը տեղի ունեն։ Այսինքն մինչեւ երբ Ղարաբաղցիները, որոնք ապրում են այնտեղ, պիտի լինեն այդպես գոյություն չունեցող ոնց որ միավորներ։ Մենք ճանաչում ենք, ինչ որտեղ մենք կարող ենք ասել մենք թքած ունենք թե մնացածը ինչպես, բայց երկարաժամկետ չեն կարող ձգել այդ վիճակը։ Մենք չենք կարող այդպես անորոշության մեջ թողնել մի ամբողջ ժողովրդի, որը ապրում է այնտեղ։ Իրականում կարծում եմ առանցքային կլինի այդ հարցում Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը։ Այսինքն հիմա ամենաթեժ դիսկուսիաները եւ կարելի ասել առևտուրը գնում է այդ հարցի շուրջ, որ կողմը ինչ կկարողանա առաջարկել Ստեփանակերտի օդանավակայանի հարցում։ Եթե տեսնենք ադրբեջանական կողմի արձագանքները համեմատած մի քանի ամսվա առաջվա հետ, շատ ավելի մեղմացել են, այսինքն Բաքուն արդեն չի սպառնում ուղղակի ինքնաթիռները, չգիտեմ, վայր գցել, խփել։ Ես միգուցե ուղղակի տակտիկան է փոխել։ Բնականաբար փոխել է տակտիկան, այսինքն նա հասկացավ, որ դա չի աշխատում։ Սպառնալիքները չեն աշխատում, պետք է փորձել գտնել ինչ-որ դիվանագիտական մեթոդ։ Սկսվեց հնչել կարծիքներ, որ դե լավ թող բացեն, այնտեղ են մարդիկ ապրում, պետք է դուրս գան։ Ադրբեջանցիները նման կարծիքներ հնչեցրեցին։ Կան, հա, նույն օրինակ իրենց ադրբեջանական այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովն էր ասում, որ դե թող կառուցեն, վաղ թե ուշ ադրբեջանցիները վերադառնալու են Ղարաբաղ, մեզ էլ դա պետք կգա։ Այսինքն, հա, այսինքն տակտիկան իհարկե փոխվել է այդ հարցում եւ բառացի կարելի ասել, որ առևտուր է սկսվել, թե որ կողմը, այսինքն իգրա на нервах։ Ինչը նաեւ եղավ Կազանում։ Լավ, անշարժակ, մենք մի քանի րոպե ընդմիջվենք, հա, այդ հենց այդ թեմայով էլ կշարունակենք Կազանյան թեմայով, մնացեք Արմրադիոյի եթերում եւ մի քանի րոպեից մենք կվերադառնանք նորից տաղավար։ Արմրադիո, ազատ քննարկման գոտի։ Մենք նորից վերադառնում ենք տաղավար ռադիոբրիֆինգ հաղորդաշարի շրջանակում, մենք ամփոփում ենք այս տարվա իրադարձությունները, տարբեր տեսանկյուններ եւ այսօրվա տեսանկյունը մենք մոտեցրել ենք մեր հյուրի
ուղղվածությունը, այն է ավելի շատ խոսենք մեր եւ Ադրբեջանի, այսպես ասած, ունեցած հարաբերությունների մասին։ Ես հիշեցնեմ, որ այսօր տաղավարում մենք հյուրընկալել ենք Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովային։ Անժելա, մենք խոսեցինք տարբեր հարցերի մասին, ինչքան որ հնարավոր էր այս րոպեների ընթացքում, անդրադարձանք Եվրատեսիլին մի փոքր, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հնարավոր լուծման տարբերակներին կամ խոչընդոտներին եւ մենք կանգ առանք Կազանյան հանդիպման վրա եւ այդտեղ մենք ընդմիջվեցինք Կազանյան հանդիպումը, հայտնի հանդիպում, որից ակնկալիքներ շատ ունեին մեր կողմը ուներ, որը այնուհետև էլի գնաց պատմության գիրկը եւ առանձնապես հերթական անգամ որևէ լուրջ առաջ խաղացում մենք նորից չտեսանք գոնե փաստաթղթային մասով։ Ինչ եք մտածում, արդյոք այդ հանդիպումները, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի շրջանակում, կարող են բերել իսկապես որևէ շոշափելի լուծման, իրական լուծման։ Տեսեք, ուրեմն Մինսկի խմբի համանախագահները մոտ 5 տարի աշխատում էին կողմերի հետ, ինչ որ պրինցիպներ մշակելու համար։ 1, 2, 3, 6, 10 եւ կարծես թե ամփոփեցին, կարծես թե երկու կողմերը իրենց կարծիքը արտահայտեցին, ինչ որ բան դուր էր գալիս, ինչ որ բան դուր չէր գալիս, քննարկեցին, վիճեցին, եկան ինչ որ ընդհանուր հայտարարի, եկան հավաքվեցին Կազանում եւ վերջին պահին Ադրբեջանը ասում է, որ եւս 10 առաջարկ ունի։ Այսինքն դա ամբողջովին քանդեց ամբողջ կոնցեպցիան։ Եվ ստացվում է այդպես, որ դա էր ինչ որ իրատեսակի մեջ իգրանա ներվը, որ կողմը ավելի շուտ կհանձնվի եւ հայկական կողմը ունի մեծ մի հատ առավելություն։ Դա Լեռնային Ղարաբաղի կարծիքը։ Այսինքն հայկական կողմը կարող է մասնակցել, խոսել, քննարկել, մինչև ինչ որ մի սահման։ Որոշումը կայացնում է Լեռնային Ղարաբաղը, այո։ Եվ Լեռնային Ղարաբաղի մասնակցել եւ չմասնակցելը process-ին ինքը բավականին условный է, որովհետեւ վերջին կարծիքը միևնույն դեպքում, ամեն դեպքում հայտնելու է միայն Լեռնային Ղարաբաղը։ Այս դեպքում ավելի ճիշտ չէ լինի հենց բանակցային գործընթացում տեսնել առավելապես Լեռնային Ղարաբաղի կողմը, քան հայկական կողմը, ինչպես որ տարիներ շարունակ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավորությունից փորձել են այդ հնարքը կիրառել, որ մենք ուղղակիորեն սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, բայց շատ-շատերի համար, հատկապես ես միշտ դա շեշտել եմ նոր սերունդի քաղաքագետների համար, երբեք ես կարող եմ դժվար կն այսպես պաշտոնապես հայտարարել, բայց ամեն դեպքում Բրյուսելում, Վաշինգտոնում, տարբեր երկրներում իմ աշխատանքային փորձի արդյունքում ես տեսել եմ, որ նոր հատկապես քաղաքագետների սերունդը իրենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը միանշանակ ասոցացնում են Հայաստան-ադրբեջանական կոնֆլիկտի, քան Լեռնային Ղարաբաղ, որտեղ Հայաստան այսպես ունի իր դերակատարությունը։ Ավելի ճիշտ չէ լինի բերել Լեռնային Ղարաբաղին, հակառակ դեպքում ստացվում է, որ մենք քննարկումները գնում են եւ պետք է վերջում ասենք, դե գիտեք, այո, բայց պետք է միևնույն է հարցնենք Լեռնային Ղարաբաղի կողմը։ Եթե պիտի հարցնենք, ուրեմն բերենք իրենց միանգամից բանակցային գործընթաց, իրենց հետ թող քննարկեն այդ մարդիկ եւ նաեւ լեգիտիմ ասում է, եկեք անենք, բայց Ադրբեջանը իհարկե դեմ է եւ այստեղ ուրիշ խնդիր էլ կա Մինսկի խմբի համանախագահ երկրների ընդլայնման խնդիրը, որին դեմ է հայկական կողմը եւ որևէ Թուրքիան իր կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ է ինչ որ ակտիվ վերջերս սկսել քարոզել իր որպես օգնող կողմ, հանդես գալը, երկու կողմն էլ ասում են, համ հայկական, համ ադրբեջանը ասում են շատ շնորհակալություն, բայց մենք այս ֆորմատը երևի թե չխախտենք, իհարկե Ադրբեջանին ավելի նաև Ադրբեջանը փորձում էր ՄԱԿ տեղափոխել հարցը։ Իդեպ շատ բավական հետաքրքիր, երբ որ նրանք դարձան ոչ մշտական անդամ ու դրանով շատ ուրախացել են ի սկզբանե, հետո պարզվեց, որ իրենք ոչինչ չեն կարող անել իրենց այդ ստատուսի հետ, այսինքն նույն Լիբիան, որը 2 տարի հետո իմացանք, տեսանք ինչ եղավ Կադաֆի հետ, նույն դիրքում էր գտնվում դրանից 2 տարի առաջ եւ ոչինչ չկարողացավ անել։ Այսինքն Ադրբեջանը հետ եւս մի ձեռքբերումը տենց պարզվեց, որ առանձնապես դիվանի գիտական առումով ֆոկուս չբերեց։ Եկեք վերցնենք հեռախոսազանգ, Անժելա։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք, ներկայացեք, խնդրեմ։ Ալո։ Դուք եթերում եք։
Այո, լավ, այլևս եթերում չեք 368204 հեռախոսահամարով զանգահարեք եւ ուղղեք ձեր հարցերը, երբ որ զանգահարում եք եւ մի փոքր ուշ ենք վերցնում, որովհետեւ հնարավոր չէ անմիջապես ուղղակի վերցնել հեռախոսազանգը, քանի որ մտքերի փոխանակում է գրում եւ ընդհատել ուղղակի նաեւ հյուրի միտքը մի փոքր ճիշտ չի լինի, խնդրում եմ մի փոքր համբերեք, երբ որ զանգահարում եք եւ անպայման մենք կպատասխանենք ձեր հարցերին։ Անժելա, դուք շատ ճիշտ նշեցիք, հիշեցրեցիք նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամակցության փաստը եւ ուզում հասկանալ արդյոք իսկապես դա քիչ բան չի, որևէ գիտեք հետ խորհրդային պետության համար, որը որ ըստ էության որևէ լուրջ դերակատարություն չի ունեցել միջազգային ասպարեզում մինչև օրս, մի պետություն, որը գոյություն չի ունեցել քարտեզի վրա երկար դարեր շարունակ եւ հանկարծ հայտնվում է այդպիսի մի կարևոր տեղում, այո, միգուցե իրենց սպասելիքները շատ էին, ավելի իրենք մտածում են, որ ամեն օր պետք է ինչ-որ Լեռնային Ղարաբաղի դեմ ինչ-որ մի փաստաթուղթ ընդունվի, բայց փաստը մնում է փաստ, որ իրենք կարողացան ամեն դեպքում իրենց գումարի միջոցով, հա, որովհետեւ գաղտնիք չի այնտեղ ինչպես եղան ընտրությունները, թե հիմա շատերը կարող են ասել, որ արդարություն չկա աշխարհում, կարելի է գումարով ամեն ինչ առնել։ Նույն միջազգային կառույցները, որոնց մենք այդքան հղում ենք անում, փաստորեն իրենք էլ քիչ թե շատ կոռումպացված են եւ հնարավոր ամեն դեպքում միջանցքներ կան մուտք ունենալու որոշումների այդ վայրը եւ ստիպել կամ համոզել, որպեսզի այս կամ այն որոշումը կայացնեն։ Հիմա Հայաստանը անընդհատ ասում է, որ դա կարևոր չի, որ իրենք դարձան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, միևնույնն է իրենք որևէ փաստաթուղթ չանցկացրեցին, բայց չէ որ մենք չենք տեսնում Հայաստանին որևէ լուրջ այդ կառույցներում որևէ հետաքրքիր քայլերի նախաձեռնությամբ։ Այսինքն անընդհատ մենք ուղղակի հակադարձում ենք կամ փորձում ենք բացատրել կամ փորձում ենք ցածրացնել, այսպես ասած, Ադրբեջանի այս կամ այն գործողությունը։ Իբր դա այդքան էլ կարևոր չէ, դա այդքան էլ լուրջ չի եւ այլն եւ այլն։ Ինչպես եք տեսնում։ Իրական ցածրացնելու կարիք էլ չկա, որովհետեւ փաստերը իրենց փոխարեն խոսում են, ինչ կարողացավ անել Ադրբեջանը լինելով ինչ որ միջազգային կառույցի անդամ կամ չկարողացավ։ Իրականում ինչքան շատ միջազգային կառույցներ փորձում են մուտք գործել Ադրբեջանը, այդքան ավելի շատ խիստ ինչ որ միջազգային կազմակերպությունների կողմից զեկույցներ են Ադրբեջանի վերաբերյալ, հա, եւ միջազգային կազմակերպությունին Freedom House-ի վերջին, հա, զեկույցը Հայաստանը ինչ որ եվրոպական շատ լուրջ կազմակերպություններում շատ լուրջ դեր չի խաղում, բայց շատ ավելի լավ զեկույցներ են ստացվում, հա, Հայաստանի վերաբերյալ շատ ավելի բարձր է միջազգային գրեթե բոլոր ռեյտինգներում, բացառությամբ մի քանի ինչ որ տնտեսական ռեյտինգներ, հա, ինքը Ադրբեջանից շատ ավելի բարձր է գտնվում։ Ինչ վերաբերվում է ադրբեջանական լոբիզմին, նույն ԱՄՆ-ում, հա, 10 ամենալուրջ լոբիստական կազմակերպությունների ռեյտինգում երկուսը հայկական կազմակերպություններ են, ադրբեջանական ոչ մեկը չկար, չնայած որ ծախսում են շատ լուրջ հարց եք բարձրացնում։ Շատ մեծ գումարներ են ծախսում եւ փորձում են եւ նյութեր գնել ամերիկական, հա, եւ բրիտանական մամուլում եւ մենք վերցնենք հեռախոսազանգը, Անժելա, որից հետո կանդրադառնանք լոբիզմին։ Շատ հետաքրքիր թեմա է։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո, անջատեք ռադիո ընտրիչը, լսեք մեզ հեռախոսով, լսում ենք ձեզ։ Ալո։ Այո, դուք եթերում եք։ Ալո։ Այո, դուք եթերում եք։ Գևորգ ջան, բարև։ Բարև ձեզ, ով է խոսում։ Գևորգ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալո։ Անջատեք ռադիո ընտրիչը, լսեք մեզ հեռախոսով միայն։ Ես։ Անջատեք ռադիո ընտրիչը։ Ահա։ Գևորգ ջան։ Այո։ Ալո։ Այո, լսում եմ ձեզ, դուք եթերում եք, խնդրում եմ, շարունակեք ձեր մի Դու Ղարաբաղի հարցին որ խոսում եք Ղարաբաղի հարցին այնպես մենք այնքան թույլ ենք տվել որ իրենք օգտագործում են մեր թույլությունը Ո՞րն է մեր թույլությունը Ես առաջինը գնացեմ թրջեմ կնամ եթե ինքը չի կնա ես իմ թորներով ծորներով երեխաներով 56 հոգի եմ գնացեմ սամալյոտ թռեմ Ղարաբաղ թողնի խփել Չաստված մի արասետ, պետք չի, որ մեկի խփ։ Ես ուզում ասեմ մենք վախկոտություն ենք անում, ինչի մար։ Չէ, մենք վախկոտ ազգ չենք, խնդիր չի, ուղղակի փորձ ամեն ինչ այդպես միանշանակ հեշտ չի լուծել։ Չէ, ես կրվել եմ ընդեղի մնդալիկով, երկու տղայից հետ է։ Ահա, շատ լավ։ Հəbեն ուզում եմ որ անպայման չխեղճանանք, ինչի մար։
նորից կնամ 84 տարեկան եմ կնամ կրվեմ նորից Ես իսկապես ոգեշնչում եմ ձեր այդ ուժով այդ համարձակությամբ այդպես է լինելու է մի մտածեք եթե կարիք լինի բոլորս է գնալու ենք պաշտպանելու ենք որևէ խնդիր չկա այդտեղ ուղղակի հիմա փորձում ենք Հայաստանը փորձում է քաղաքագիտական դիվանագիտական ճանապարհով լուծել այդ հարցը առանց մարդկային զոհերի որը որևէ մեկի արյուն չկա Լավ Մամեդներով կազեղ ամբողջ աշխարհը քանդում Լավ Օսմանյան եմ կերդոքշունը որ խտեց մեր տղային իսպանեցը նրանց հետո մենք չպետք է նստեինք բանալցյալ շուրջրած հետ Լավ, այդ թեման ես ուզում եի անդրադառնալ, շնորհակալություն Սաֆարովի դեպքը իհարկե, Անժելա, եկեք մի փոքր խոսենք լոբինգից եւ հետո կանդրադառնանք, այո, Սաֆարովյան դեպքը շատ ճիշտ է հիշեցնում է ռադիո լսողը, լոբինգը Միացյալ Նահանգներում մենք ունենք երկու կարևոր կառույց, մեկը Հայ դատի գրասենյակն է, որը Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում է գործում եւ Ամերիկայում հայկական համագումարն է, որը եւս շատ կարևոր կառույցն է, բայց եթե այդպես նայենք, ապա տարիներ շարունակ իրեն գործում են որից հետո մենք ըստ էության նույն ցեղասպանության համար իրանք ավելի շատ լոբինգ անում, որովհետեւ եթե այսպես շոշափելի նայենք, հա, առարկայական եթե նայենք, ապա առանձնապես որևէ բան չեն գրանցել։ Մինչդեռ ադրբեջանական լոբինգը, որի մասին դուք շեշտեցիք, ինքը չի գործում ադրբեջանական անվամբ, բայց ինքը գործում է Իսրայել-Թուրքիա տանդեմի ներքո, եւ իսրայելական լոբին ամենահզորն է Միացյալ Նահանգներում Եվ ֆինանսավորումը նաև շատ հաճախ գալիս է Ադրբեջանից եւ կարողանում են իրանք շատ լուրջ որոշակի նաև արդյունքներ հասնել։ Մենք Դե 907-րդ պապրավկան 907-ը շատ լավ 907-ը, բայց լավ եկեք վերցնենք հեռախոսազանգը, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Այսինքն մի կարծիք կա, Խնդրեմ, մի հատ ներկայացեք, եթե կարելի։ Կարեն լսում։ Այսինքն մի կարծիք կա, որ ասենք թե մենք ինչի Նախիջևանի հարցը մեջտեղ չենք գցում, որ մեր ասենք զենքերը ավելի ուժեղանա։ Օրինակ Նախիջևանի, որ այդ լրիվ հայաթափել են եւ այդ լրիվ գերեզմանա Կարերը ջարդը խուրդեն արել եւ ընդհանրապես ուզում են բնաջն անենց ոչ մի հետք չթողեն եւ մենք ես նկատում եմ մի անենց կաշկանդված իբր թե Նախիջևանը մերն էլ չի մենք խաբարել չենք այդ Նախիջևանը ամենամեծ կոզերն է մեր ձեռքը որ այդ մարդիկ այս վայրենի ազգն են մարդկանց ոչնչացնում են գերեզմանա քարերն էլ հանում շպրտում են այս մարդկանց հետ ոնց կարելի է ապրել եւ ես չգիտեմ ինչն է պատճառը որ Շատ լավ, հասկանալի է ձեր հարցը։ Շնորհակալություն։ Իհարկե մենք ապրելու ենք ցավոք թե ուրախությամբ չգիտեմ, բայց մենք ապրելու ենք այս տարածաշրջանում եւ պետք է լուծումներ ունենանք։ Հիմա Անժելա հարցը Նախիջևանի արդյունքում կարող ենք բարձրացնել Նախիջևանի հարցը։ Հարցը բարձրացվել է եւ մեր արտգործնախարարն դրա մասին խոսել Էրվան Նալբանդյանը հարցը բարձրացվել է միջազգային տրիբունալներում այդպես չի։ Այսինքն մի քիչ կենտրոնացվածությունը իհարկե Ղարաբաղի հարցի վրա է, բայց Նախիջևանը մեր օրակարգից դուրս չի եկել։ Նույն օրինակը բերեմ ձեզ, մի քանի օր առաջ ուրեմն տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հա, մեծ հավաք, որի ընթացքում ընդունվում էր փաստաթուղթ բռնազավթված տարածքներում մշակութային ինչ-որ արժեքների պահպանության հարցում եւ Ադրբեջանը շատ մեծ փաթեթ էր ներկայացրել հակահայկական նույն Լեռնային Ղարաբաղի հարցով եւ հայկական դելեգացիան կյանքի կոչելով հա ինչ որ դիվանագիտական լծակները եւ նոր ջուղայի եւ խաչքարների, այսինքն բոլոր Նախիջևանի նաեւ հայկական մշակութային ինչ որ արժեք ունեցող հուշարձանների քանդման եւ ոչնչացման հարցը կարողացավ ամբողջովին ադրբեջանական բոլոր այդ առաջարկները չեղալ հայտարարել եւ ընդունել վերջնական փաստաթուղթ առանց ադրբեջանական դիրքորոշման։ Անշուշտ ես այստեղ պիտի հակադարձեմ ձեզ։ Երբ ես հիշում եմ, որ 2000, եթե չեմ սխալվում, 2006-2007 թվականին ՄԱԿ-ում եւս սկսեցին քննարկումներ եւ այսպես է մոտապես կոչվում վերնագիրը, Բանաձև առաջարկում էր, որ Բանաձև ընդունել ՄԱԿ-ի կողմից բռնազավթված տարածքներում հրդեհների արդյունքում եւ այլն եւ այլն։ Ես խոսում եի ՄԱԿ-ի մեր ներկայացուցիչների հետ եւ ուզում եի հասկանալ իրենք արդյոք իսկապես չեն զգում այն ծուղակը, որը կա այդ փաստաթղթերի անվան մեջ։
Խնդիրը այն չի թե կընդունվի թե չի ընդունվի այդ փաստաթուղթը։ Խնդիրը այն չի, որ հայկական կողմը կկարողանա վերջապես ինչ-ինչ լծակների միջոցով դա հիմնականում մերոնք հղում անում են միշտ ռուսների վերջնական նաև աջակցությամբ։ Ռուսները կապ չունեն այս անգամ կապ չունեն, բայց որպես կանոն հայերը միշտ այդպես վերջին հույսը միշտ կա այդպես ռուսների վետոն։ Արդյոք լավ, խնդիր չկա։ Իհարկե։ Ծուղակը անվանումներն են։ Ծուղակը այդ բռնազավթված տարածքներ անվանումներ։ Ստացվեց Ադրբեջանում անցկացնել այդ։ Խնդիրն այն է, որ քննարկում է գնում եւ երկրներ, տարբեր երկրներ լսում են բռնազավթված տարածք արտահայտությունը։ Անընդհատ իրենց ականջին լցնում են բռնազավթված տարածք։ Եվ Հայաստանը, օքեյ, վերջում չի անցկացնում այդ։ Եթե նույնիսկ անցկացնել դրանից ոչինչ չի փոխվելու։ Այսինքն եթե թողել անցկացի, խնդիրն այն է, որ անընդհատ իրենք հղում են անում ՄԱԿ-ի 4 ռեզոլյուցիաների վրա, որտեղ որ մեզ առաջարկում են, պահանջում են, որպեսզի մենք ազատենք այդ տարածքները։ Հայկական կողմը չեն ասում կոնկրետ Հայաստան, այո, հայկական կողմը, հայկական ուժերը ազատեն բռնազավթված տարածքները։ Հիմա իրենք շեշտը դնում են դրա վրա, որ անընդհատ հնչեցնեն, որ մենք բռնազավթել ենք այդ տարածքները։ Ինչ ենք անում մենք։ Մենք ասում ենք, որ ազատագրել ենք։ Մենք ասում ենք ազատագրել, բայց մենք ունենք չունենք այդպես փաստաթուղթ, որտեղ մենք խոսենք ազատագրած տարածքներում ենթադրենք մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված կամ ջրերի օգտագործման կամ անտառների կամ այս կամ այն ռեսուրսների ազատագրված տարածքներում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների այս կամ այն, չգիտեմ, ինչ որ ուղղակի փաստաթուղթ, ինչու չի անում Հայաստանը, ինչու ակտիվ չի Հայաստանը։ Որովհետև մինչ օրս չկա ոչ մի որոշված նույնիսկ ինչ որ տրանզիտ ստատուս Լեռնային Ղարաբաղի։ Այսինքն մեր աշխատանքը տարվում է հենց առաջին հերթին ինչ որ պրոմեժուտիչնե ստատուս տալու համար Լեռնային Ղարաբաղին, որ ինքը կարողանա մասնակցել միջազգային process-ներին։ Ամբողջ դիսկուսիայի առանցքը դա է։ Դա Լեռնային Ղարաբաղի ստատուսն է, որ հենց լինի, արդեն Լեռնային Ղարաբաղը կարողանա ինքնուրույն ինչ որ հարցեր լուծել իր տարածքի եւ ինչ որ process-ների հետ կապված։ Վերցնենք հեռախոսազանգը։ Իհարկե։ Լսում ենք ձեզ, եղեք ավելի պակաս էմոցիոնալ, խնդրում եմ, եւ ավելի կոնկրետ հարցերով կամ մեկնաբանություններով դիմեք։ Լսում ենք ձեզ, դուք Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմինեն եմ։ Այո, տիկին Արմինե։ Հա, ուրեմն եթե կարելի է Սաֆարովի հարցի վերաբերյալ։ Այո, մենք պիտի անդրադառնանք այդ հարցին։ Ուրեմն կարծիքով այդ Սաֆարովի այդ սպանության հետ կապված բոլոր այդ բաները արձագանքները միջազգային հանրության եւ այլն, դրանք շատ հռետորական էին բոլորը, ոչ մի գործնական իրենք քայլ չկատարեցին։ Իրենք ովքեր ներողություն։ Այսինքն եվրոպական պետությունները, Ամերիկան, ոչ մի դատապարտող քայլ գործնական էլի պատժիչ Ադրբեջանի դեմ։ Ու ինձ թվում է դա Ադրբեջանը որ դա կատարեց, այդ Սաֆարովին հետ վերցրեց, չգիտեմ ինչ, դա ոչ թե այնքան մեծ էր ուզում վատություն անել, այլ դա մի տեսակ լակմուսի թուղթ էր ամբողջ աշխարհին, էլի, ու դրանով ուզում էր ասել, որ տեսակ այդքան ասում եք, որ դուք արդար, դե թող դες մեկը պաշտպաներ։ Ինձ թվում է դա շատ ընդհանուր բան ունի, դա ռուս վրացական հակամարտության հետ նույն երևույթն է, այդքան որ բաները վրացիները ասում էին ՆԱՏՕ-ն մեզ կպաշտպանի, բայց գործնականում այդ քրիտիկական պահին ոչ մեկն էլ վրացիների պատճառով իրենց հարաբերությունները չփչացեցին։ Լավ, տիկին Արմինե, հարց ունեք ավելի կոնկրետ։ Հա, իմ հարցս դա է, արդյոք դուք չեք գտնում, որ դա ավելի շատ ուղղված էր միջազգային հանրությանը, ոչ թե հայերին, որտեղ բոլորն են գիտեն այդ ադրբեջանական այդ սպանության մեթոդները իրենց մեծ եղբորից սովորած եւ այլն, Լավ։ Դրանով ուզում են ասել, որ քրիտիկական բան միշտ դուք մենակ եք մնալու։ Լավ, շատ լավ, շնորհակալություն տիկին Արմինե։ Շնորհակալ։ Անժելա, գտնում եք, որ դա ուղղված էր ոչ թե կոնկրետ հայերին, այլ մնացած բոլորին։ Իրականում քրիտիկական պայրին հայ ժողովուրդը միշտ է մենակ մնացել, այդպես է ստացվում, մեր պատմությունը մեզ դա սովորեցնում է եւ Ղարաբաղն հակամարտության ժամանակ մեզ մոտ ստացվեց, ավելի վաղ չէր ստացվում, դրա համար ավելի գնահատելի է Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հարձակման, հա, հետևանքով մեր տարած հաղթանակը մեզ համար շատ ավելի կարևոր է։ Ինչ վերաբերում է Սաֆարովի գործին, մենք ինձ թվում է մեր հանրությունը այսպեսի մի փոքր խնդիր ունի։ Մենք միշտ ինչ որ շատ կարևորում ենք միջազգային հանրության ինչ որ երրորդ կողմի կարծիք, դիրքորոշում, արտահայտած մտքեր եւ այսպես կոչված ավտորիտետը, հա, որովհետեւ ասեմ, ամբողջ աշխարհին մեկ է
մենք ինչքան շուտ դա հասկանանք, որ եւ Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ Սաֆարովի գործը, դա մեր խնդիրն է։ Մենք պետքա լինենք ուժեղ, մենք պետքա լինենք համախմբված, մենք պետքա լինենք էֆեկտիվ։ Ոչ մեկին պետք չի հայ ազգին օգնել հենց այնպես, ուղղակի որովհետեւ հայ ենք, ուղղակի որովհետեւ լավն ենք, կա ինչ որ քրիստոնեական սոլիդարնեստ հասկացողություն իհարկե, բայց դա էլ է շատ ինչ որ սպորնի հարց է։ Կարծում եմ ինչքան շուտ մենք հասկանանք, որ դա մեր խնդիրն է եւ մենք մնացել ենք մենակ այդ խնդրի հետ, այդքան ավելի արագ ու էֆեկտիվ կսկսենք աշխատել։ Անժելա, թեև ես հաճախ տարածորեն նույն ձեր միտքը հնչեցրել եմ այս եթերից, որ մենք պիտի լինենք ուժեղ եւ մեր հույսը պիտի լինի, մեր միտքը, մեր մտքի թռիչքը, բայց միևնույն ժամանակ նաեւ ժամանակակից աշխարհը ենթադրում է համագործակցություն, ենթադրում է միջազգային կառույցներ, որոնք ստեղծվել են ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկի, ինչ-որ տարբեր երկրների կողմից որպես հարթակներ քննարկելու, խոսելու։ Եվ դուք նոր մի քանի հարց առաջ էլ խոսեցիք միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ դրական, այսինքն այդքան էլ միանշանակ չի, թե մեզ ինչպես են վերաբերվում, մեզ համար այնպես չէ, որ մենք թքած ունենք, թե մեր մասին ինչ կարծիք ունեն։ Մենք թքած չունենք, բայց օրինակ Ադրբեջանը թքած ունի ու շատ լավ ապրում է։ Այսինքն Ադրբեջանը լինելով ավտորիտար երկիր, դիկտատորական ինչ-որ կանոններով ապրող, շատ հանգիստ ապրում է առանց այդ միջազգային զեկույցների։ Հատուկ է բոլոր այն պետություններին, որոնք այդքան կախվածություն չունեն, ինչպես օրինակ բոլոր այն երկրները, որոնք ունեն նավթային ռեսուրսներ, իրենք որպես կանոն իրենց ավելի ազատ են պահում, որովհետև իրենցից կախվածություն ունեն, իրենք այո, շատ լավ հասկանում են, որ իրենց սիրում են ոչ թե այսպես ասած սիրուն աչքերի համար, այլ որովհետև իրենք ունեն նավթ, իրենք ասում են, օքեյ, մենք ընդունում ենք խաղի կանոնները, դուք մեզ չեք սիրում այս բաների համար, բայց շատ լավ սիրում եք այս բաների համար, խնդիր չկա, մենք վաճառում ենք, դուք առնում եք, շուկա է, մենք ունենք մեր ապրանքը, ունենք մեր գնորդը, խնդիր չկա, գտնենք գնորդներ, իրենք փորձում են գնորդներ գտնել, իսկ գնորդներ շատ կան։ Փողի կարիք այսօր Մեքսիկայի այդ դեպքը խոսում ինչի մասին, որ կա ինչի Մեքսիկայում շատերին հետաքրքիր են, թամպես Ադրբեջան ով է կամ Ալիևը ով է, բնավ որևէ մեկին հետաքրքիր չի։ Ուղղակի միգուցե չեն սպասում, որ այդքան այդպիսի ռեակցիա կնա, բայց ես համոզված եմ, որ իրանք ինչ-որ մի ձևով այդ հարցը լուծելու են, որովհետև Մեխիկոյի չեմ կարծում քաղաքապետարանը ժողովրդավարության այսպես ջատագովներից մեկն է եւ ի վերջո որոշումը կկասի։ Ամեն դեպքում Ադրբեջանը կարծում եմ, որ այս տարի ցույց տվեց, որ ինքը պատրաստ է գումարով գոնե ամեն դեպքում այս տարվա տակտիկան այդպես եղել մարտավարությունը իրենք փորձում են հիմա գումարով հասնել ինչ-որ բանի միգուցե վաղը հասկանան որ գումարը չի աշխատում փորձեն այլ մեթոդներ կիրառել մշակել սա խոսում է նրա մասին որ նրանք հանգիստ տեղներ նստող չեն Եվ մենք առավել քան 10 անգամ ավել պիտի մտածենք, ոչ թե անդադ հակադարձենք իրենք ասեցին դե դա ոչինչ, դե դա խնդիր չի, միևնույնն է միջազգային կառույցները հասկանում են Ադրբեջանը, որ ժողովրդավարության խնդիր կա, իսկ ինչի մենք ենք ժողովրդավարական երկիր ոչ։ Խնդիրը սա է, այսինքն մենք պիտի այդքան էլ կախվածություն չունենանք մեր արտաքին քաղաքականությունը Ադրբեջանի քայլերից, մենք պիտի մշակենք 10 քայլ ավել քաղաքականություն, որպեսզի իրանք մեզ չհասնեն, ոչ թե մենք ուղակի իրանց հետ զուգահեռ գնանք։ Գիտեք, դրա համար պետք է ունենալ նույն ռեսուրսները, ինչ ունի Ադրբեջանը, որոնք նաև մարդկային, նաև ինտելեկտուալ։ Այսինքն այսօրվա դրությամբ եկեք փաստենք, որ մենք մեր երիտասարդության հետ ունենք խնդիր։ Այսինքն մենք ծաղրում ենք ադրբեջանական երիտասարդությունը, որի միայն 19%-ը բարձրագույն կրթություն ունի եւ վայ այդ բարձրագույն կրթությանը։ Հա մենք տեսնում ենք եւ ֆորումներում եւ սոցցանցերում եւ այլն, ինչ այնպես ներկայացնում կերպարը ադրբեջանցի երիտասարդի, բայց մենք էլ ունենք լուրջ խնդիր։ Ես լինելով դասախոս դա տեսնում եմ ամեն օր։ Այսինքն մենք պետք է աշխատենք բարձր մակարդակի կադրեր դաստիարակելու եւ ստեղծելու հենց այդ ռեսուրսը, որ մենք ունենանք ինտելեկտուալ պաշար, որ կարողանանք իրագործել այդ քաղաքականությունը։ Այսինքն մենք չունենք նավթ, այո, բայց մենք ունենք մարդիկ, որոնց պետքա ճիշտ դաստիարակել եւ ճիշտ կադրեր աճացնել։ Նա չթողնա որ գնան մարդիկ, որտեղ մենք ունենք լուրջ արտահոսք լավ ուղեղների նաեւ չէ, խնդիր ունենք մենք։ Այո, բայց ես օրինակ լինելով մարդ, որը սովորել է դրսում, կարող եմ ասել, որ այնտեղ էլ են շատ օգտակար մեր կադրերը լինում, հենց Հայաստանի դիրքերը պաշտպանելու հարցում։ Այսինքն դա էլ կա։ Պետքա ճիշտ հավագործակցել ուղղակի նաեւ Թուրքի հետ։ Անժելա, մենք ունենք երևի 1 րոպե ընդամենը։ Ես կուզեի որ դուք ձեր այդ 1 րոպեն օգտագործեք նոր տարվա բարեմաղթանքներ հղելով մեր հայ ժողովրդին, այսպես քաղաքական, քաղաքագիտական
տեսանկյունից։ Քաղաքական գիտական չեմ Ոչ ուզում։ այդպես ուղղակի առողջություն եւ այդպես երջանկություն եմ ցանկանում։ Ինչպես կտեսնեք 2013-ը, որ հանգիստ լինի, որ խախանդ լինի, որ մարդիկ ապրեն հանգիստ մթնոլորտում, դա ամենակարևորն է, որովհետեւ երբ որ սոցիալական մթնոլորտը մարդուն ճնշումը, ես դա տեսնում եմ ինչ որ կատարվում է Ադրբեջանում, երբ որ այդ սիստեման մարդուն սկսում է ոչնչացնել, դա սարսափելի է։ Հանգիստ շնչեն, ազատ շնչեն, այն ինչ որ այսօր ունենք, որ դա պահպանվի եւ մաղթում եմ, որ մարդիկ ուրախ լինեն, ժպտան ավելի շատ։ Այո, շատ լավ, շնորհակալություն Անժելա, լավ բարեմաղթանքներ եւ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ ռադիո լսողներին, որ այսօրվա ռադիո բրիֆինգի հյուրն էր Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեկովա, նույնիսկ շնորհակալություն Անժելա։ Ձեզ էլ շատ շնորհակալություն։ Եվ մնացեք անրադիո եթերում, հետևեք մեր բոլոր հաղորդումներին առայժմ։